Ողջույն բոլորին, ողջունեք բոլորին։ Ողջույն սիրելի դիտողներ։ Բանոց Ուրեմն այսօր պետք է մեր ոդկասթի առաջին Սերիան։ վիպուսկն է։ Ուրեմն պետք է խոսանք Obsession կինոյի մասին։ 3 կինոկրիտիկ պետք է խոսան Obsession կինոյի մասին ու մի ձայնը փոխանցենք մեր հարգելի Սավիդուշին։ Բանոց կերգին նապսեմ սպոյլերներ դերնելու ով որ չինա է երանան էկրանների դեմից կամ բանի դեմից հեռախոսների դեմից ուրեմն obsession դիքեմագին կեսոր ուրեմն կինոն բանի մասին է միան տեղու մասին է այդ տեղն սպես կարելի է ամաչկոտ տեղը է էլոքշեներկով տեղը է մի հատ աղջկա սիրարված կերնի ու այս աղջկան չի կերնա էլի բանն է ազգասությունների մասին պատմեցյանին ոչ հնարսի կարատքին էլի ու այս տասվիգոր մամ խանութ կմետնի այդ տեղին մամ երազանքի բանք կերնի ոչ կարնի այդ բանը պես իրականում շատ չի ավատա պես կարնի ու դիգոր սերոր պիտի ոչ չախտես այդ բանը ինչ էլի պալկա ինչ է Հա, դու անվիճ ֆիլմ լավ։ դու բեռնա կոմենտարիաները նկա Հա, բանը դու երա կարատքի պերես կազը, հետո մեր մյուս Սավիդուշին դետալները կավելցեն էլի։ ոչ մեծ երազանք բայոր այդ աղջիկը իրան կարելի է սիրարվի ու երազանքը մի անգամից կատարվի կի այդ աղջիկը կարելի է obsession կունենա իր հանդեպ ու պես սկացեք ժավատենել է Okay, մեր հաջորդ Սավիդուշի ունիք ինչ որ դետալներ ավելացնելու։ Կերնաս քիչ ավելի դետալի ներկայացնես, որ Okay, չնայածը ավելի տղու մասին։ Տղանը Բերա գլխավոր հերոսի ու Բերը ի սկզբանե մեզ ցույց տալիս, որ ինքը նորմալ մարդ չի, ինքը լիքը խնդիրներ ունի հոգեբանական ու այդ աղջիկը ում ինքը սիրահարված է իր կոլեգանա, անունը Նիկի է։ Ամբողջ սկզբի հատվածը ցույց տված թե Բերը ինչ կապվածություն ունի Նիկի հետ, ինչ ֆանտազիաների աշխարհում է ինքը ապրում, որ իր ամբողջ աշխարհը, իր ամբողջ գոյությունը ինքը կապում է Նիկի հետ, չնայած իրանք իրար հետ պրոստ կոլեգաներ են, ոչ մի ռոմանտիկ իրանց մեջ շփում չկա, բայց ինքը արդեն պատկերացնում է, որ առանց Նիկի ինքը չի կարող ապրել։ Ու ուզում եմ ասել, որ մենք որ Բերին հիմա քննարկենք գլխավոր հերոսին, պետք է քննարկենք այն պրիզմը, որ ինքը նորմալ մարդ չի, ինքը մեր նման մարդ չի, ինքը լիքը հոգեբանական խնդիրներ ունի, ինքը ահա որ մենակությունից վախենում է, ու ինքը ահա որ տարված է այդ աղջկանով։ Ուրիշ բաներ։ Հա, մեկ էլ Van Wish-Willow-ի մասին, Van Wish-Willow-ն իրենց ներկայացնում է երազանքի sense կարելի ասել փայտիկ, որով որ երազանքը կայացնում, կոտրում է իր երազանքը կատարվում է։ Ես այդքան է սյուժետի վրա ունեմ ավելացնելու։ Ես է բան չունեմ ավելցնելու, էլ մնացածն է ընթացքից ուժը կպատմենք էլի այդ ներբությունները։ Այնտեղ մենակ մեր բանում հարցնեմ նախքան սկսել էլի պատմելը բանը այդ խայպը որ կար էլի կինոյի շուրջ, որ հետո նայեցի կապ, այդպես արտարացրեց, թե չէ առաջի մեր Սավիդուշին թող պատասխանը, հետո երկրորդին ասնենք։ Եթե խայպ հավաքել է արտարացել է դու, եթե խայպ ունի չի նշանակի նայիր ինքը 10-ից 10 Չէ, բայց այսպես որ նայիր։ Բայց ես չփոխվում եմ նայ։ Այսպես որ նայիր է ընթացքում, հետաքրքիր է։ Տարին հետո կարող է պես հավեսստա մենամ էլի այն կինոներ։ Այս համաձայն եմ, կամ նայելու կինո է։ Համաձայն եմ, մեր երկրորդ Սավիդուշի։ Արտարացեց։ Դե խայպը ինքնիանով կայանում էր նրանով, որ շատ է ինտերնետում ինքը շատ է իրանով մեմերն էին շատ, իրանով ռեպլիկացիաներն էին շատ, իրանով վիդեոներն էին շատ, ու չէր կարող ակի խուսափել այդ կինոն նայելուց, կամ պետքա կինոն նայեր, կամ պետքա պատրաստ լիներ, որ սպոյլերներ ես տենալու, այլ կինոն չես կարող նայես։ Դրա համար ոնց որ ուզած չուզած ես նայել կինոն, բայց ես որ կինոն նայեցի, ինքը շատ թարմ էր իմ համար։ Իմ տեսած վերջին հորորներից այս շատ թարմ տեսք ուներ ինքը, ոնց ասեմ։ Ծեծված չէր, ինչ որ նոր բան բերես, չնայած որ ինքը շատ low budget էր, պրոդյուսերը յութուբեր աջահել տղա է, բայց ինքը բեսամ sense թարմություն բերեց իմ համար։ Ես լրիվ համաձայն եմ երկուսիդ հետ է։ Ինձ բեսամ փիշը ծերեց Smile կինոն, իր ստիլիստիկա, այդպես հոգեբանական էր էլի, Smile երկուսը։ Հա, երկուսը էլի։ Ու բանը, այնտեղ
Մամե ես ու դու ենք կինո նայե, կինոթատրոնը։ Քիչ ես այն жизнь, այն որ երկողի իրար հետ կապին մե մարտեմ կդառնան։ Ահա, դե շատ ուժեղ կինո է։ Ծո ադորել է շատ նամանապ։ Ես դուրը շատ նամանց է։ Ինչ է կինոյի։ Ծո մոռացավ։ Հետո մոնտաժ կենենք, հետո ադնոցել է, հա ծո ադորել է բեսամտ նաման, պրոստը մեր մյուս սավի դուշ ինչ էր տեսել, դուր համար իրան չէի սել, էլի որ նման է։ Շատ նման են, էլի ընդեղել էր էլի պարա նոր ու էլի կինոն լրիվ նոր էր, այդպես ծեծված բաներ չկար մեջ։ Հենց հիմի արդեն երևի եթե մեր Ես սավի դուշին ուզում ավելացնեմ, որ ես вообще ի սկզբանե որ սյուժետը գիտեի կինոյի, որ նրա մասին է, որ horror է ու նրա մասին է, որ մեկը երազում է, որ իր crush իրան սիրարվի, ես տենց շատ սկեպտիկ եմ մոտիկ անում, չի մտածում, որ ընդհանրապես լավը կլինի, ինձ թվում է, ասես ինչ որ cringe-ի մեջ, ինչ որ sense բան կլինի, բայց որ ընթացքում նայում ես շատ հարմա, շատ դուր եկավ այդքանը։ Ես просто ակնկալիքներ չունեի կինոյից ի սկզբանե։ մոդես ընդհանրակն էր, այսօր նայե գավ բեսամp ծոսպես քսեի էսի հայպը չաբդի արտարասներ էլի ապ ծո նայ շատ դուրս եկավ ապ դե վերջի րոպեն շատ հետաքրքիր նայվել է շատ 10-ից քանից է գնահատել հետաքրքիր։ Դա ես 17 եմ գնահատել, որովհետև իմ համար ինքը տենց վաու էֆեկտ չուներ։ Ինքը просто շատ գոդնի լավ ուժս էր, որ գույզին, որ հելել է։ Դե չէ ինքն իրանով ինչ որ sense ասեմ, որ իմ մեջ sense ասեմ, վաու, այս ինչ լավ էր նկարած, այս ինչ հետաքրքիր մասերը կային, չէ, ինքը գոդնի նայվող ուժս էր, որը իմ համար լավն էր։ 10-ից 7, ստաբիլ, 10-ից 8, ես չգիտեմ, դաժե գնահատած ունեմ ուժսի, թե չէ, երևի հների մենակ։ Ես 10-ից 8 եմ տարել, որովհետև прямо приятный ուտեր։ Այնչի կերնամ սեմ, որովհետև համ նոր էր շատ ապ ինձ համար։ Ծո համ խորերի համար ինքը լավ վախենալու էր, էլի հավայ սկերիմերներ պես չուներ։ Հա, հավայ սկերիմերներ չկային։ Ու հոկեբանորեն պես ու շատ ուժ է։ Ծո պատմությունն էլ է իրականում շատ լավ է, որպես քաշավատ կենը, դի պես համ ուժերը։ Դե լավ, շատ ուժեղ պայեր կար էլի, որպես դասեր գա էլի։ Ու դետպես հա, ասենք խորերի 10-ից 8-ը քիչ ուրիշ է, էլի, ուրիշ ժանրի 10-ից 8-ից խոսք։ Դա 10-ից 8-ը լրիվ արտարացված է այդ կինոյի համար։ Դու ի՞նչ կանես թե։ Ես 10-ից 8 եմ դրել։ Այստեղ եթե 7.5 տարբերակ եղնի, ես հենց 7.5 եք տանեի, բայց քանի որ չկար, ես ավելի շատ դեպի 8 տանա։ Ինքը ուժեղ կինո էր, համ դերասանական խաղեր ուժեղ, համ նկարածներ ուժեղ։ Просто սյուժեն իրանով որ նայես կը ինքը սպերատոյ սյուժե без բաներ չունի, բաներ էսի եղավ դեպքերը փոխվեց ու ինքը պես ուղիղ կերտա սիրահարված է բաներով գնաց, բայց ինքը շատ ուժեղ ներկայացած էր էլի։ Բայց դուդիկ վատ կա համարես որ սյուժետը պերաստո էր ապետ կինոյի։ Հենց այդ կսեմ ես 10-ից 8 եմ գնահատել որ եթե ցենք մամ բեսամ սյուժե ունենար, կարող է 10-ից 10 գնահատեի։ Ծոնցիկ թավա այդ կինոն լավն էր, որովհետև իր սյուժետը պերաստո էր ապ։ Այդ կինոն իր սյուժետ ունենար ապ։ Ծո համե սյուժետը շատ ու ծո ինքը պերաստո է, բայց իսկական է ճոգես կը։ Լարի ռեալ սցենար է ապ։ Լավ, հիմի անցնենք հաջորդ հարցին, դե ինչ են կարծիքները սենք մեր։ Հավանաբար կերնա մեր առաջի սավի դուշին, սե թե ինչ կարծիք ունի կինոյի մասին, բան էլի, սենք որ նայել ինչը դուր դեղավ, ինչը չեղավ, պես ինչ որ բան էլի։ Սենք օրինակ ինչը դուրը չեղավ, լավ, ադիկ այնց։ Ինչը դուրս չեկավ։ Հա, այն որ սենք նայեցի լավ էս, չտես կատ պես բան։ Ճիշտն ասած դժվար հարց է տալի։ Դժվար Որովհետև նասկի։ կինոն ինքը նայվող էր, ես դեռ ինչ որ բան չտեսա, որ ասեմ, հա, այդ էս մասը, սենց էս ինչ են արել էս մասը։ Միակ բանը, որ ասենք կինոն լիքը տահաճ մասեր կա, body horror-ի հետ կապված բան, ես չեմ սիրում դա, բայց մեկը խոսքի հետ արի գիտես ինչ ասենք, արի մատ պերսոնաժի հոգեբանական սենց անալիզ անենք, վերլուծություն անենք, թե խի այդ տղեն հայտնվեց вообще այդ իրավիճակում, ինչը իրան սպրավացերով է ցարեց, որ դա ամեն ինչը տեղի ունենա, որ հասկանանք, էլ ինչով էր դա ամեն ինչը պայմանավորված կինոյի սյուժեն։ Ես ասեմ։ Դավայ։ Ուրեմն Bear-ը ինքը հոգեբանորեն պրոբլեմատիկ մարդ էր, էդի չէր կարող ուրիշ մարդու հետ ունել, բացի իրանից։ Կարամ մեր բանում սեմ, ստեղ բոլորս համաձայն ենք, որ Bear-ը քիչ տեղար է ապ, գալավնի հերոսը։ Չէ, չոտկի։
Սկզբում ինքը սիմպաթիա է առաջացնում մոտը, Հա, սկզբում թվա թե սկսում ես բան անել, էլի դե սիրավաս տղա է վախենում է ասի բան, ասես սկզբից նորմալ է թվում քեզ այդ պահվածքը, բայց հետո ասեմ ջոգմես չէ, որ իրական գիժը է տղեն է մեջներից։ Ես կարող ասեմ հիմա Պիրիլովնի մոմենտը որն է, որ ես ջոգի որ տղեն գիժ է, որ ինքը գնում ատուն, կատուն դեղեր է խմել, ու սազկել է կատուն, ու ինքը զանգ է ստանում Նիկից, այդ աղջկայից, ում ինքը crush ունի, Նիկին կանչում է իրան բար, ինքը սկզբում չի համաձայնում, հետո որոշում է գնա ու կատվին տենց թողում է գետնի վրա։ Այսինքն այդ կատվին ոչ ինքը թաղում է, ոչ ինչ-որ ոչի բան չի անում, պրոստը ոնց սատկած կար, տենց։ Բայց ես այդտեղ չէի ջոգի։ Այդտեղ է թվաց։ Հենց այդ մասին կուզեի խոսալ, որսի այդ կադուն որ չգիտեմ, կադվով սենդվիչ էր սարքե բան կուզեի, այդ կադվին չէր թաղել, այդ մասը հենց այդ է։ Փաստորեն չէր թաղել։ Այնքան տարված է այդ աղջկանով, այնքան է իր համար կարևոր այդ աղջիկը, որ ինքը պատրաստ էր խոսքի իր կատվին, որ ինքը այդքան տարի պահել մեծացրել խոսքի, չգիտեմ, կերակրել է, թողեց այտենց գետնի վրա, ոչ ասենք, գոնե տոպրակի մեջ կար, չէ, դներ ինչ-որ կամ ինչ-որ մի բան, ինքը այտենց թողում է կատվին ու գնում է բար, որ Նիկին տենա։ Ծո անկեղծ որսեմ, ես ճիշտ ասած այդ կադվի բան, պես պրոստը գցեցի թե ինքը քիչ տեղա այդպես արաբի գցավով ինչ որ։ Ապիսկ լավ հետո այդ բանը եղավ, հետո ինչ որ մի բան իրար այդ կադրին իշքին։ Հետո այդ կադրունը այդ վաստ ինչի չեն թաղել, սկզբում ջոգին։ Ապ ինչ որ անդարք սարք է կադվի համար։ Կադրի բակ։ Հա, չեն ցույց տա, դիպես ինչ որ ցույց կուտան որ հետո հենց նոր նոր էր այդ աղջիկը իր այդ կադրի իրան բանկ տանը ուտելիք տանը ինքը կուկա կորտի դեր տեսի կադրում այս նոր էր ասել կադրի ուտի օրեր չէր անցել, դի հենց հաջորդ օրն էր, հենց հաջորդ օրն էր, որ ալտար էր սարքե, հենց այդ բանը Չէ, սպասի։ Չէ, ալտարը հաջորդ օրն էր։ Ալտարը հաջորդ օրն էր, Իսկ այդ դիք եկավ վաղ հետո է իրանք իրար այդ շեփինգը։ Հա, բան էր, գցել է խալազիլնիկ մեմ ասեմ։ Հետո բաները հանես մարազիլկը։ Աղջիկը որ սարքել էր ալտարը, տղեն ասեց get rid of it, yani։ Հա, սա պրոստը թափ։ Ցույց չեն տա ինչքան, պրոստը երևի քու Թվարի ավելի շատ սյուժետի փաստում է այդ կադրի բան։ Ծո չէ գցել եմ մարազիլկա ապեդ աղջիկը Նիկին։ Հետո այնտեղ սերիալի մեջ կսեն արդեն ինչ խեղը։ Գցել են խալաչ։ Ծո կսեն սերիալ լինե գարեն յանի դուրվերով։ Հա։ Լավ, մեր բանը թող։ Մեր բանիքսով ժամանակը սուղ է թեմային ստիկենենք։ Ու ոչ ընտեն հոգեբանական խնդիրներով է։ Ինչ որ մեկն ինչ որ բան ունի ասելու տու վերաբերալ։ Հա, հետո ոչ պարզա որ տղեն նաև սադիստ է լա։ Դե որ երբ ուզբեք շարունակեք։ Չէ։ Ինչ ավելացում ունեք։ Չէ, իմ մտքից բան չի կարող, կա ես սկսեմ։ Դե հա, այդ պայծերը որ տղեն գիժա մեկել, դե քեզ թվում է ինքը sense միամիտ է, բանա, դե մեղքա։ Հետո այդ Նիկին ով որ ասենք կոնտրոմա երազանքա պահ որ այդ աղջիկը իր այդ լինի, ու ամենակարևորը այն է, որ ինքը այդ աղջիկան չի էլ ասել իր զգացմունքների մասին, որ մերժում ստանա։ Ինքը առանց իր զգացմունքների մասին ասելու, առանց իմանալու Նիկի կարծիքի մասին։ Ինքը արդեն երազանքա պահում ու կոտրում է։ Ու դրանից հետո Նիկին ոչմ գժվում է, կարելի ասել երկրորդ ինչ որ էակա իր մեջ։ Հա, այդիկ։ Դառնում, հա, ասենք ոնց է, ինչ որ раздвоение личности լինի։ Բայց դիգ ինչ է։ Իսկ раздвоение личности։ Իսկ անցիկ թվա ինչ որ սադանայական բան է։ Անդրեկ թվա, այդպես կոմ կտանեն իրանք։ Բայց ինչի օրինակ դուք ես раздвоение։ Հա, այդ այդիկ շատ ուժեղ մաս է, որ զանգեգը ճավագը։ Դες դորեդես թե նոր Просто ճակ-ճավագ։ Ու ընդհանրապես պես ինչ որ ցեներ կհանե, չէ՞։ Մարդկային։ Դե տանջվում է ինքը, որովհետև ոնց որ ինքը իր մարմնի տերը չի դառնում այդ աղջիկը, այդ իր մյուսեակը որ գալիս է աշխարհ։ Հա, ու մեկ Նիկին ունենում է sense էպիզոդի, երբ որ ինքը իրական գալիս է հետ ու տենում է սիտուացիան, որ ինքը այդ սիտուացիայում կոնտրոլ չունի։ Ու հենց ինքը հետ է գալիս ու կոնտրոլ է ունենում, իսկ սկսում է ինքնին վնաս տալ կամ գոռալ բան անել, որ հասկանաս, որ իրականում Նիկին չի այդ տղով obsessed։ Այդ ինչ որ ուրիշ էակա, որ կատարում է տղու ասա այդ երազանքը։ Ու երբ որ տղեն տենում է այդ ամեն ինչ, ինքը իդեովին հասկանում է, որ այդ Նիկի կամքին դուրս է ամեն ինչ տեղի ունենում, որ Նիկին չի այդ ամեն ինչ անողը։
ու ինքը չի որոշում ոչ մի բան չանի դրա հետ, ինքը օքեյ է իր տանջանքների հետ Նիկի։ Դա հիշում եք մի հատ սցենա կար, որ Նիկին քնած էր տեղաշորի մեջ Օ դու շատ ու սենց ահավորություն է։ անում, ասում է ինքը քնի մեջ, Նիկին սենց անում, ինքը քնած է, խնդրում եմ սպանից, յանի որ ազատվի ինքը այդ երկրորդ իր Վերջին մոդ է արդեն։ entity-ից, ու տղեն ասում է խի քեզ ավելի լավ է մեռնես, քան իմ հետ լինես, Ու թողնեք ու երթա։ թողում գնում է։ Դու ուշադիր Այսինքն- եղել ես այդ բանը։ Այսինքն այդ տղուն միակ բանը տեղ ցավացնող են էր, որ իր էգոն է, պրոստը, յանի իրան չուզի չեն անում։ Հենց այդ է որ քսեմ Ու տես հասկանաս, որ քիժ է։ տղեն գիժ է, հա։ Հենց այդ որ քսեմ քիժ է, հենց այդ բանն են զիմար, հենց 100%-անոց բան որ քիժ է։ Որ բա Այդ որ քսե բանս մերնիմ գես սենզի սպանը բան դուդա սյուդա որ քսե քանի քանաձե ինձի սպանը նիկին իսկական Ani քսեն չի ես այդ կան չկա որ դու ինձ սիրես Ադի քսեն բան է էլի բայց մինչև այդ բա այդտեղ են դեմից որ նայես կդես բանը նորմալ տեղակ երևա հետո հենց այդ առաջի դեպքը կատվի հետ պես տեսնիկ ու հետո այդ տարօրինակությունները այդ աղջիկը այդ որ սկսվում է դաժոր կելնի նայեք այդ դուրը բանը չէ ինչ որ սկոչած է ես մինչև Դու դիգել է շատ ուժեղ մաս ու ինքը շարունակեք այդ աղջիկը այդ բանն էլ Հա ապրել Հա դեդիկ Մանամ սեպոսկի քիժը ավկամտես Հա, որովհետև ինքը ի սկզբանե այդ աղջկան, որ սիրո խոստովանություն էր անում, որ պարապում էր սիրո խոստովանություն անել, ասում էր դու իմ ամեն ինչն ես, դու աշխարհի ամենակարևոր մարդն ես իմ համար։ Դրա համար ինքը ավելի լավ էր այդ ամեն ինչը յանի ծրպից աներ, քան թե մնար առանց այդ աղջկա իր կողքը դաշ այդ վիճակում։ Դե հենց դուր համար քսենք որ քիժ տեղա է էլի Ադի հենց իմաստը են որ ինքը քիժ տեղա է որ զանգեկը թեժ կածին Ծուդիկ շատ ուժեղ բա է, բադիկ շատ այդ բանի հետ խոսածողը կսե դու կուզես կենսելենես վիճը Սեչի կսե չէ ես կուզեմ բանեն փոխեմ էլի ինչ-որ բան ալտերնատիվ Կսե չի անի պես չի անի կսե լավ ուրեմն Լավ դե կսե նոր կենսել էլի Յանի վսյորավ ծպաց յանի Այդ բանին էլի վերը որ դի աղջկա կամք չի որ ասма դաժե փոխեմ Հա էլի շտե Տաս ուժեղ որ զանգեկը չի դեմից է կենսել կսե կուզեմ փոխեմ յանի սպասի լավ էլի լավ ասեմ Ուժեղ պերոմ տեն կենսելը չի Ակսայ կենսել չի յանի ու որ ճավագ է դա աղջիկը կսե կուզես խոսաս հետո ես ճավագ է դες ցիմանի չեսկի Հա իրան ասում են որ միակ ձև է դա ամեն ինչը բանանելու քանի է տղեն ողջ է իր երազանքը գոյություն ունի այսինքն պետք է տղեն ինքնասպան լինի մահանա որ նոր այդ իր նիկին այսինքն հետ գա հետ իրականություն Անդեղ մի հատ է հետաքրքիր բախ կա որ ցույց է տալիս որ նիկի կամքին այդ ամեն ինչը հակառակ է Երբ որ իրանք հավաքված էին ընկերներով պետքա բան խաղային Օ դի շոտ True for Dare խաղում Դի նախքան position-ը Չէ, possession-ից հետո Հա վերջի հավաք հա Նիկին հավաքված էին ընկերները ու Նիկին սկսում է ինչ-որ բան կարդալ է Հա ծույց հենզել կարետել դիք вообще ուժերը գաժավատ է Էդի հենց ցույց է տալիս որ հիշում եք որ զանգեցին Perry-ին իր անգերը ասեց որ բանի հետ խոսացել է ու պարզվել է որ Նիկին ասել է որ ինքը Perry-ին ընդունում է որպես փոքր աղբոր Ու այդ Հենզելի Գրետելի պահածույց է տալիս այն թե ինչ իսկական վերաբերմունք ունի Նիկին Perry-ին Այն աղբերն հա փոքր տեսնում է փոքր աղբոր պես ու այդ տհաճությունը որ մենք լսում ենք այդ ալտերնատիվ վերսիան Հենզելի ու Գրետելի որ Նիկին կարդում է Էդի ցույց է տալ, էդի այն տհաճությունն է, որ իսկական Նիկին ապրում է, որտեվ իր համար բերը փոքր աղբեր է։ Այսինքն մենք զգանք, թե այդ ինչ awkward է, այդ ինչ տհաճ է իր համար, նույն ձև ոնց որ մեր համար էդի լսելուց։ Так что это էլի ուզում եմ ասեմ գոն ինչ որ Հա էլի իմաստուն է։ Լավ իսկ մեր հարցը մի եթե իր համար փոքր աղբեր է, այն մինչև այդ ցանկությունը պահելը Ինչև այդ հանգությունը պահել որ ավտոյից քիչնի այդ աղջիկը, հետո ետ կուկակ սե բանը, սե դու ինչ-որ զգացմունք ունիս։ Հա, ես էլի Դեմի հենց այդ բանը է, դեպտիս ես։ Հա, ես էլի չոգել եմ լարիվ ապկերնամ ասեմ։ Ասա։ Դուք սես ընչի քսե հա դիք։ Այ։ Ծո որտեվ այդ աղջիկը իշխոր չոգել է, տորիսել են իրանա, որ ինքը այդպես այդ տաղեն սիրեգը չոգի, իրեն չի կերնասե։ Հա, իսկ այդ աղջիկն է կուզեն բեսեն որ չներենա այդ տեղին, որովհետև 7 տարի իրար դեն աշխատե ապ։ Ծոուտպես կուզեքսե թե ունի սա բանեն ենք էլի չարենք երտա, դեմի վանից բարձենք էլի չոգիր։ Էնը դուղ չի են է սեքսը մենք անգերներ ենք, ենեքս անգերներ անգերներ ելա էստում։ Գերնի երտա,
Հետո չգիտեմ ինչի հետ կուգա։ Դե ինչի է հետ գալու։ Դե կադակ են էլի։ Ծո ապ անցի պեսամ դուր եկավ այդ բանը այդ Vanwishville-ի բավ։ Ծո պեսամ ուժեղ է այդոր սենք մարտի երազանք կպայ ու դիք իրականում ամբես չի եղնի ինչ որ կուզես։ Դիք պեսամ ուժեղ կոնցեպտ է էլի։ Այդոր խոսքի ինքը կուզեր ընդամենը իրան սիրեր, բայց դարձավ ինչ որ խելար պատմություն ա։ Կինո սարքին դորովա։ Դիք ուժեղ կոնցեպտ է։ Շատ հին կոնցեպտ է։ Այդ սեմ դիք պեսամ հին կոնցեպտ է։ Ծո այդոր սենք քու բանիտ չի բեռնե, քու ուզածիտ չի բեռնե։ Պիտի հա ճոտկիս ես, գարիգի կինոն է ապթազը։ Հա գարիգի կինոն, բայց այդ քու այդ խոսացել եմ դու սիրոր հավնել ես այդ բա, իսկ սուսոտու հավնել ես որ բանկերն այնտեղ են որ $1 բիլիոն ուզեմ թափի գալին ես այդ մասը вообще սա բաներ ապճացել ես ինձ իմ այդ կինոն այդ բա հողերի բանը բանը նրանում է կանում որ հա այն բանը նրանում է կանում որ ինքը հետ է գնում խանութ երկու հատ Vanwishville-ը է մնացած ըննում ինքը երկուսն է առնում է ու ինքը երկու պապույտ կա ունի այդ աշխատողը իրան ասում է որ կարող է որ ինչ որ մեկը քո երազանքին հակառակ երազանք պահի կոտրվի այդ քո երազանքը նիկին հետ դառնա նորմալ նիկին դառնա ու որ ինքը գրում է իրան գիրոջը ասում է իմ երազանքին հակառակ երազանք պահի կոտրի այդ բանը որ տեղ են 1 միլիարդ հա պահում հա դուք շարունակի էլի կոնցեպտը հա ստեղ բաներ მე վարգանում սիկպա ես ուս սիկպա ես կենեմ ինչ օրենելու է լես է պահ դու շարունակի խոսակցունի ես երազանքին հակառակ երազանք պահի այդտեղ են 1 միլիարդ հա որոշով հա 4 մասնակիցը հենց այդ բանն ացի տալիս էլի որ այդտեղ են вообще չէր հավատում իրան բայց այդ իրոք 1 միլիարդի նու ինչա տարական երազանք է իրականում չէ ոչ չէ երազանքի մասին այլ երբ կադամվի գերերա ծոնզի համար Էդի պաֆոսնի մոմենտ էր ճիշտ որ ասեմ իմ համար ասենք որ sense ոնց որ հնարավորությունը կար անելու արեցին այդ երկնքից փողեր ընկնելու ինձ թվում է դա տենց էր ավելի շատ բայց ես մի հատ բան ասեմ օրինակ շոր ինձ թվում է այդ երկրորդ Vanwishville-ն ուներ չէ ասեմ օրինակ կար ինքը մոտիկանար ուրիշ մարդու եթե ուրիշ ընկերներ էլ չուներ չէ դա ցույց է տալիս որ ինքը ահավոր մենակ մարդ է որ ասենք այդ տողս բացինք ուրիշ ոչ մեկի չէր կարա գնար ասել հակառակ երազանք ֆայի էլ ընկերներ չուներ դե որովհետև իրականում մեկին սպանեց նիկին մյուսը սխալ երազանք ֆայեց ասեմ կարար դրսի մարդկանցից մեկին է խոսքի ասել այտենց բան պահեք էլի ռիսկային է բայց ուրիշ ճար չկար այդ վիճակում երկրորդ Vanwishville-ն օգտագործելու так что այդ այն փաստը որ ինքը երկրորդը չունի մարդ տալու Vanwishville-ն որ երազանք պահի էլի ցույց է տալիս թե ինքը ինչքան մենակ է այս աշխարհում ու ինչքան կարևոր է իր համար նիկին ես մի հատ բան հավել եմ այդ $1 միլիարդ մասին Դիք պեսամp ուժեղ քայլ էր ապ ռեժիսորի կողմից։ Ծո պեսամp կինոն ծուտպես բան ես կինոների մեջ вообще չես տեսնել, այդպես անլարջություն, ինքը լուրջ կինո է, էլի, այս obsession-ը որ լուրջ է, էլի, այդպես տախուր բան կինո է։ Հետո դու դիքպես պեսամp ուժեղ մոմենտ էր, էլի, չհայլական դավիժենի էր ապդ։ Հա, պես չէ դերեշեր, բայց ինձ ուրիշ չի գավ։ Ծո ուժեղ է այնքանով որ իրոք սկսեք այդ հապել փող, այսինքն դի իրոք աշխատի էլի դու դե ապ դիգոր խոսքի ուրիշ կինո կինոն նայելու հենց առաջի վարկանից քչոգես որ կաշխատի ապ դիգոր ինձի կինո չերներ ապ այդպես երներ խոսքի ինչ որ չգիտեմ բեսամ բյուջետով կինո ապ հայդի ռեժիսորի ինչ որ ապ դիքսպես կեներ սեք ուզեմ $1 միլիարդ Ուսպես հեշպան չէր կադարվի, ուսպես խանդային գվարենք սեն, քսենես ինչ ես գաժվել ես դու լարի ֆաման, մեկ է ուսպես կերտար կամ դու դարի մոտ կնայր դառնար ուսպես կենես։ Հենց նոր քարտի ակաունտին $1 միլիարդ փողն է ստա։ Ջոգիր ինագադունի մադուցումը, դե մադուցումը տարբեր կերներ, բայց նույն բանը կերներսի ավելի ուժեղ մադուցումն է։ Դա ոնց որ մի անգամից Հենց էքսեմ էլ որ յանից ենք երկնքից թափավ փողը սկսես թափել։ Ծո բայց ինձ համար ամենախնդալու մասը գիտեք որն էր որպես ինձ համար մի սաստիկով կա։ Ծո դիք չեմ իշի ապ քուեդ հոսածի թե չէ որ $1 միլիարդ թափի գա ապ
հետո կերտատուն, մեկը տուն կուկա բանս պես կենեքս հա էլի աշրադիկ եք $1 միլիարդ Հայ դրեմ Անչի կուկա չէ Ծո բայց գիտես ինչ Ինչ գործ ունես ես նիկի հետ կելը ապր $1 միլիարդ տունը թողա Իրոք նիսաստիկով կա Այդտեղ ես մեր բացատրությունում կգտնի մենք ինչպես կենենավ Երևի մնաց է հաշվել է ապետ ընթացքում մնաց է հաշվել է այդ $1 միլիարդը նայես այլ իրոք $1 միլիարդներ ապ չենք ծո Ծոնի ադիկ բաներ ապ նիսաստիկով կար էլի բայց էլի ուժեղ կլուր են Մասը ինչի համար էր ձեր կար Ծո այդ մասը նոր համար էր որ նիկին դառնա խապե է դարձիգա Շտե դոր համար է որ դառնա խապե ջոգի յանի ցույց տան որ վсё մե պամե հավել եմ էլի ապ Չնայած եթե ինչ որ բան ունի խոսացեք դիք չեմ սյուժետից այն կողմ տանիմ էլի Խոսքի այդ աղջիկը որ կուկա բանի սպանեգը այն մյուս աղջիկան Այ դու հենց դիք լիսեի հորս արև ապ Այդ սպանեգը այդ տաղեն սենք մինչև այդ Սա Այդ ցենը դու եք լսես ապ Դու ինչ Դու շաները ապ էլի իրար կսպանեն ապ Շաներն Հա Սպանեգը ճորիշ այդ բայն հələ ցույց տան որ այդ տաղեն այդ աղջիկը առաջներից բանկեն չէ՞ շոկի մեջ կգուր բանը սպանեգը ես կոմենտում Դու այդ տաղեն բանկեն այդ աղջիկը տանի տիագ է ցավ Ծո այդ քսեն դու քիչ հավասար կա ժաբատ է Ապ դու սեմ այդ տաղեն այդ բանը ծո իրական է ես դիքլարի իրական Արտեկ ինքը այդ աղջիկան բերեգի իրա լեվելին Կոնչենիկ դառնան երկուս երկուսով տանը Համաձայն Ածո բայց ծո լուրսեմ այդ տաղը ճիշտ քայլը դինաստերը դաղջիկը այդ քշեր էր տար ապա դու պայզներ կինոն այդպես Բայց նա ինքը խոսքի երազանք է բայ որ Նիկին իրան աշխարհում ամենաշատը սիրի բայց եթե ինքը Նիկին աշխարհում ամենաշատը սիրեր հաստատ կփորձեր նենց անել որ Հա լավ է անել այդ աղջիկը Նիկին լավ լիներ բայց Նիկին տանջվում էր էլի ամբողջ ընթացքում ստացվում ինքը Նիկին ամենաշատը չէր սիրում աշխարհում Ես ամբողջովին համաձայն եմ դա ինքը տաշի եթե սիրեր այդպես նորմալ սիրով չէր սիրելի ինչ որ բալնոյ բաներ ուներ բալնոյ ուբլյուտեգը ապ Բայց դե վերջում որոշում է ինքնասպան լինի Հա էդիկը հալալ է Հալադեց ինքնասպան լինի Վերջում է որ դեղերը խմում է Լուճտոց ենք լսում ու պարզան որ այդ Նիկին որ obsessed էր Տղոն երազանքա պահում վանվիշվելը որ Բերն էլ իրան սիրի աշխարհում ամենաշատ ու բուկվալը մի 15 վայրկյան իրանք աշխարհում ամենաշատը իրար են սիրում Բերը մահանում է ու աղջիկը հետ է գալիս իրականություն իսկական Նիկին Ծո լարիվ համաձայն եմ ապցել այդ շատ ուժեղ շատ ուժեղ էր որ այդ աղջիկը վերջում իրանք ուզե խփե բայց հետ է գալիս Բայներնիկը տաղեն ու բանկ են ինչ Պայզնիկը Ծո իմիջայլոց այդ բան եմ նայ ես որ կսե իրական երկու սկարիպտ է եղել մեկի մեջ Նիկին որ հետ կուկա հետո իրան սպանեգը Նիկին ու պես կպես Նիկինոն իսկ Այս ending-ի մեջ պրոստը հետ կուկա ու պրոստը պես մենակ Աստեղ կուզե իրան սպանը ու չի սպանը Բանի մեջ սպանեգ է նոր էլի Բայց Ռոմեո ու Ջուլիետ կներ եթե վերջում երկուսն սպանեգ երկուսն է մեռան իրար ահա որ ամենաշատը աշխարհում սիրելով Հա էլի երկուսն է ամենաշատը սիրելով Իսկ հարց այդ աղջիկը վերջում բանկ են այդ վիշերը չարթե Դիգե բաներ վերցրել հա երկու հատ էր վերցրել հա երկու հատ էր վերցրել մեկը տվեց տղուն միլիարդ $1 միլիարդ մեկա մյուսն դեռ տոնիկը տունա Անիգե այդ բանը կինը તો բայց այդ բանը շատ ուժեղ է ապ Ծո այդ բանը ես գիտեք իշկել է օրինակ որ ճիշտ Ծո ես որ եղնե ապ ռեժիսորի տեղը չի ցույց տա այդպես մեծ բանով ամենավերջում որ դու անվիշ ֆիլոն չարտած է Հեսպես հենց սենացուս կուտա պրոստը Դու գիտես ծո որովհետև ես ջոգի հենց այդտեղ հենց վազեց այսպես ուրախացավ դեմքը քերի մասան փողեց այսպես շաբիտ առաջացավ դեմքին ծո ես մեկից հասկացա որ սիկ վсё անի քուկ էր ավելի սոր չարտեց այդ բանը դի ավելի պես Աստիս էլի Իսկ դուք համաձայն եք որ կինոյի մարքեթինգի մեջ ահա որ մեծ դեր է խաղացել հենց Վանվիշվիլոյի գոյությունը Ես համաձայն եմ որտեվ Վանվիշվիլոյի գոյությամբ
լիքը մեմեր տարածվեցին հենց այդ կոնցեպտով, լիքը վիդեոներ սարքեցին ու ախավոր ինքը պրոդյուշենին օգուտ տվեց։ Եթե ասենք երազանքը լիներ պրոստը ինչ-որ ոչ ֆիզիկական օբյեկտի հետ կապված, ասենք պրոստը աստղանգրում երազանք ապահովում, այդքան չէր տարածվի կինոն, ինչքան որ ֆիզիկական օբյեկտ կա, որ կարաս օգտագործես, որ այդ երազանքը հասնի։ Ես պատասխանեմ հարցիդ, հետո մեր մյուս գերը ժորա եղբայրը կպատասխանը, բանը ես լրիվ համաձայն եմ հետ ու ես հավել եմ, ես կինոն նայելուց ապ ջոգեգը թե ինչ կան մեմեր այդ կինոյի մասին տեսել էի նախքան այդ չէի ջոգե ապ ամեն օր ապ ինչ որ մեմ կբերեր մոտ պես խանդալու է բաներ, բայց չէի ջոգե ինչ էր, էլի հա լավ դես ինչ է։ Ծո նայեցի ապ սաղ կինոն ապ պագալովնի, ծո այն մաս է որ աղջիկը գենիքս է No, we were in that. So դիք մե 10 անգամ տեսել էի։ Մեկի աղջիկն շատ աղջիկա խաղանել էր։ Ծո աղջիկն է շատ ուժեղ քար, տեղեն է շատ ուժեղ։ Երկուսն է մալադ։ Ես օրինակ այդ բանի այդ One Wish Willow-ի մասին չեմ իմացել կինո նայելուց շոգից, չիրեի որ այդ բանի մասին այդպես ես զուտ Instagram-ով այդ ռիլերն էի տեսել, այդ աղջիկա պես ամ ուժեղ խաղալ էլի որ no Դա չէ, սոտ ցանցերը պես ամ ուժեղ են։ Այդ աղջիկը շատ ուժեղ խաղա, տեղեն է բայց շատ ուժեղ խաղա։ Բայց այդ բանի մասին չես ասել, որ ասենք այդ ֆիզիկական օբյեկտի բա ինչ ասենք դոր պես ամ մարքեթինգ են էլի դոր չերես դոր ու ստացվել է գիտեմ։ Պրոստը ես ասեմ որ ես խաբար չէի ջոգել այդ մասին։ Ես որ նայեցի вообще չիրեի որ դիկա, բայց հիմի կերնան չերես դոր դիկը բան ծախենա։ Հենց դոնք լիքը հորներ կան, որ ֆիզիկական օբյեկտը դառնում է հենց իրենց այցեքարտը, ասենք ասենք խոսքի ET միջի կարմիր փուչիկները, ասենք կարմիր փուչիկ ես տենում, ասում ես ET հետ։ Բանը Hellraiser-ի միջի այդ puzzle-ը որ հավաքում է, Անոյի միջի կուկլան, Անոյի ասում բանը Սոյի միջի կուկլեն, հա Պիլայի։ Ինչ կա այնտեղ էլ, ասենք Ջումանջի միջի խաղալիք, տենց բաներ կան, այն կապիկը։ Հա, դա առումով է։ Լիքը ֆիզիկական օբյեկտներ կան, որ հենց իրանք են պրոդյուշենիան տալի կինոյի, որտեղ դու իրանք հետաքրքիր են դառնում արդեն։ Ես Կրիկի միջի մաս կան։ Ես մի բան եմ ասեմ, այս կինոն այդ քուսածի դե էլի հավելում Բեսամ չհայելի կինո է ապ Բեսամ։ Ծոպես Բեսամ չհայելի լավարի կինո էր ապ։ Ծո հեչ բան կինո չէ, ասենք օրինակ Կառիկը վերջի, ինչպես քիչ այսպես ինչ-որ հին մարդու կինո են էլի, ապ ինչ ասեմ։ Ծոնցիկ թվա չհայել։ Ծո հայելի ծո հեչ սկուզքի չէ, դա Բեսամ նոր շունջի ապ կինոների մեջ այդ խորը Բեսամ ծես կայֆո դա ազատ իր համար։ Բարիադ դոր համար քսեմ մե դարումով Սա Ապուպես բանը ունենա իր հաջողությունները դա ամեն ինչ։ Էլի դա աղջիկներ էլի ջոգի սանկել դա աղջիկը սա կինոն տաշից ելավ։ Ցենոր կուկա այդտեղ ունք պատմել դա առաջի որ աղջիկը իր հետ է մնացել։ Այդ ու այդ սա պատմելու ընթացքում երևս պես բան եղած խավարել խլարելած բան է ապա դա աղջիկը պես իրանց վերագնա։ Հա, դու շատ ուժեղ էի դիգոբ։ Սպես նայ Ծոկամուր երախոսին զարգուկա է, այնտեղ ենք սե ոչմ բան չունի, կենսեր չունի։ Հա, կուկա հետ բանման ու այդ բանից ցույց կտան աղջիկը կանա է։ Ապ որպես այդ հորրի բանով շատ ուժեղ էր վախենալ։ Ապ համի դե բամես եմ մի սաստիկով կեմ հետել էի տես կինոյի ընթացքում էլի սեցիկ խոսացիկ դոր մասին միտքս ընկավ։ Ապ այդ տեղեն այդ իրանց կոլեգան, տեղա կոլեգան որ ինչ որ այդ աղջիկան դեյտեր է, չգիտեմ իրար է դեներ ինչ են։ Ապ ինչի տարիմ հետոսին ապ այդում կուզե կամ ինչի вообще վերջում որոշին կա։ Ապ ջոգել էին որ տարօրինակ ատնաշենիները։ Հետո տարիմ հետո եկանցին գիտես ինչ կա, վայ իրար դեյտքեն։ Այդ ինչի կպատմեին այդպես պահեին այդ ինֆորմացիան պես տարիներով, ապա դի ես չունեմ։ Դա այդ ինֆորմացիան ինչու համար էր նախ։ Ապ ես որ вообще ցույց տանել որ այդտեղն խերար էլի ինքը այդտեղն ամեն անգամ համոզվիր որ ինքը այդ պալիշկեն է պատճառը բայց այդտեղն չդեր որ բան է իր գործընկերոջ հետ բան էր այդ աղջիկը ու պելուս էս մտածեմ կը այն մյուս աղջիկը իրանք հավնի չէ։ Հա ինչ դες խաբեր կնա պրոստը խաբեգոր յանի բան։ Հա հետերն է։ Որև այդտեղն չի տաղու այդ вообще չի խոսում։ Ծո այդտեղն այդպես ծո այդտեղն ու այդ աղջիկը իր կոլեգաները երկուսն են։ Այնտեղ մի պահամ կար խոսան որ դուզեն սեն ինչ են։ Հա Երբ որ այդ տղեն տալիս էր եկա որ երազանք պայի այդ տղեն հակառակը իր երազանքի։ Հա կուզեր էր այդ։ Ինքը ասեց ես ինձ պատմել է բանը այդ աղջկանը չեմ հիշում ով էր քաշնի որ դու ունիկին իրար հետ եկել այդ տղեն ասեց հա հիմա դրա համար էս եք ես հետս բան անես չասեց էլի էդի սուտական բան
Պրոստը ասեց հա հիմա դրա համար էս եկե խոսանք բան ես ինչ Չէ, իրական շատ հետաքրքիր է այդ պահերկան շատ հետաքրքիր է։ Ես քո համաձայն եմ, որ ինքը նոր շունչ է հորորների մեջ, որտեղ ինչ որ ինքը ինչ որ գիտես ինչն է հետաքրքիր, ինքը ոնց որ ինչ որ նոր թեմա բերի, որ ասեմ չի եղել։ Պրիտոմ նոր թեման բեսամ նման է 90-ականների հորորներին։ Իսկ թվում է այսի մի քանի տարի հետո կարող է դառնա դաժե կլասիկա, ոնց որ դառել է, ասենք Фредди бանը այդ Կաշմար на улице Вязова, Իթը, բանը Տիխասկая резня бензопилой։ Ակարնա։ Գիտես ինչի, որտեղ ինչ-որ նոր բան է իր մեջ։ Ու հիմիկվա հորորներում կա այդ որն է կլիշե հորորների պատրոստիկները, չէ՞, որ ինչ-որ պատրոստիկների հետ ինչ-որ բաներ է տեղի ունենում, իրանք մաղում են։ Նույնն էս կինո, ես վաղուց չի տեսել տենց կինո, որ ասենք պատրոստիկների հետ լինի, ոնց որ 90-ականների սա այդ հորորների կլիշեներն էր։ Իսկ թվում է ինքը արժանի տեղը կզբաղացնի հորորների մեջ։ Ես իմիջալուց ես բան եմ լսել, մենք ստեղ դարական խոսած ենք իրեքս է, բայց ես լսել եմ, որ քսեն հիմարություն է, քսեն լավ նկարած է, բայց սյուժետը ապուշություն է, այդպես բան է լսել։ Ապա մարդը որ բանը ճոգի, ես խայբը տեսել է, ես եմ համաձայն, խայբից քաշվել է։ Իրականում պես 5-6 հատ կինո են ճոգի։ Չէ, ուշ կսեմ։ Պես բան են այս, չգիտեմ, ինչի նայավ, ոսկի մի վախեցիրն է։ Էդի լավ կինոներ են ճոգի։ Ճոգի, պրոստը քիչ ուրիշ ժանր է։ Իր կինոյի պատկերացումը ուրիշ է, հա։ Ու ապեգե դուրս նոր շունչ է։ Ոնց է թվա նոր շունչ ոչ թե թեման է, այլ հենց զուտ կինոն է լավ նկարացիլը, որովհետև հենց այս նույն սյուժեով կերնարմամ տերը շվատ կինո են իր վատ դերասանական խաղով։ Մենք այս նույն սյուժետով կինո գիտենք, ռակավոյ վլիչենին։ Պրոստը դիք տարիլեր է, սիկ ուրիշ ժանր է։ Զուտքսեմ ինձ մար ավելի շատ շուտ որակով նկարած էր դորով էին։ Հա, բայց նկարածը իրոք շատ լավն էր, այնտեղ այդ վախենալու մասը 5-ից 10-ից 5 են իրելի։ Իրոք գրանի վրա էր կամ պատի լավներ, կամ պատի շատ վատներ, չէր գա միջի։ Շատ ուժեղ էին նկարել։ Նկարածի բանը Լավ։ Չնայած լավ դու տեորիացա նկարածը վերջում սենք արի։ Ապնա է։ Ուրեմն այս կինոն հմիտուն է, ինքը բանը չէ, ֆանտաստիկա է կարելի այդ երազանքի բանը։ Եթե այս կինոն նայես որպես իրականություն, Քերտ կա այդպես բանը։ Հա։ Քսեմ քերտ իրական պատմություն կառնա է։ Այս կինոն, ասե ես ուժեղ թեորիա կսեմ ու այդպես է ապաստած։ Երբ որ այդտեղ են կուկա իժակադվինք կդնի, սատկած։ Կուդեր մերնի գա երևի։ Այսնի գոր տեղերը կերեմերել է գադում, կերտա ինքն է կուդե այդ տեղերը, որտեվ այդ աղջիկա այդ իր ամոթ չի ստացվի, ինքդ պես սիրեք այդ աղջիկան, իրամիակ սիրողն է այդ գադուն է ճոգիչ։ Այդ իրամիակ սիրող գադուն է որ սատկավ, ապ կերտա ինքն է այդ տեղերը խեմը մերնի գա, ու այդ սաղ այդ դու ինքն այս կը, այդ իր արդեն երևակայությունն է մերնելու բան ճոգիչ։ Ուժեղ թեորիա է։ Ուժեղ թեորիա է, իրա տեղ ունի 100% դիք բանն է դեռ են ծովները դիքպես բանն կարի, ապետպես որ մերնի գենս դեմից ամերիկանская история ужасов из առաջի սեզոնն է թե Հա, շիստոյ чувствան է, որ հա, ծոդիգեր, ծո ճիշտ է, որ ավարյա կուդան Պես բանում նայել ենք, հա։ Ճոգիչ է, այդպես իրականով նայես, կերնա հենց այդ մինչև այդ իրական է ճոգիչ, ու հետո արդեն սկսվի այդ իր երևակայությունը, որ այդ աղջիկը բան, որտեղ ինքի իտոգում այդ տեղը խմե մերնի գավ։ Հա, այդ իտոգը հա, դիք ճիշտ կսես։ Ճոգիչ, կերնա հենց սկսվից է խմե ավ։ Պարոստը այդպես ամեն ինչ կերնաս արտարացնես, ամեն ինչ նագա։ Դες կարող լինի, բայց չի թող ռեժիսորը քան խորացել է։ Մենք շատ sense պարզ թեմատիկա վերցրել է, ու տես նկարել է կինո, որ չթողած չխորանալու տեղ չթողի sense։ Ինչ թող ինքը խորացել է լավ։ Պրոստոր ինքն է նույն տեղերը քամե գավի։ Իտոգում այդպես կեն, էլի։ Նույն գավի տեղերը քամե ու բանկյանի։ Հա, հաստատ իր տեղ ունի ապ թեորիան։ Լսա դիք իրոք շատ ուժեղ կբերն էլի այդ վերջի բա։
Դիգորսենք սենք կարագեր իրան պիստարետով։ Ֆանտաստիկան է կորի ճոգի որ այդ ամեն ինչը իր երևակայություններ օրին գտվես բանկի երազը դարձի բանկի է հետո все-таки էլի чисто ասկուճոգի։ Վադը չէր աստա դա դες ուժեղ թեորիա է ապ։ Դες բայց ինձ թավա այս կինոն հենց էլի դες պարամա լինեինի կինո է ապ։ Ինչ որ եւ կտեսնինք էլի։ Այ չունի կել թեորիա ուրիշ չունիս դու։ Թեորիա։ Հա։ Ծո ես բանը, ես նագարազի վարով կուզեի մե բանում սեի ապ։ Ապ պեսան ուժեղ էր նագարած հորս արև այդ խորերի բայերը ապ մաղլադեց տաղավարի ապ այնտեղ ծո վախենալու մաղերսեր կար պեսան ապ։ Դի ես սկսեմ սեն կինոթատրոն են այ ինչը կվախենայի ապ։ Շատ կինոթատրոն նայել։ Ծո իրոք արժեր ապ որովհետև ծո այն այդ բանը այդ որ զարթնիկը քանած նայեք այնտեղ են ուգլը կայնած է ռեժալ է բանման ծո շատ ուժեղ էր ելածելի ապ։ Ապ իսկ դու ինչով նայիր այդ իմ սածս ծրագրով նայիր թե այն սովորել։ Ես կայ նայեցի լավ է որակը։ Հա, այդով նայավ։ Դու բայց տեսա որ դուբլաժը պերենում էին սարքել։ Բայց ես sense բանով է կուզեի նայել։ Հա, օրիգինալով ուժեղ էր ապ, օրիգինալով ուժեղ էր իրոք։ Դու խորտ կուտամ օրիգինալով նայեն որ բան են էլի ապ, այդ vibe-ը շատ ժողովուրդ օրնա։ Եթե նայել կամ պայման օրիգինալով նայեք որ դերասանական խաղ է դա ամեն ինչը։ Հա, իրոք։ Մի հատ հարցնեմ։ Օրինակ դու ասացի որ Smile 2-ին նման է կինոն։ Հա։ Իսկ ես որն ավելի վախենալու ես կինոն թե Smile 2-ը, որն ավելի լավ է։ Ես միանշանակ կսեմ որ որպես խորը ավելի վախենալու է Smile 2-ը միանշանակ։ Ապ Smile 2-ի վաղտ ապ ես դες քիչ կինոներ քիշեմ որ ռեալ դες վախենամ էլի։ Պրոստը Smile 2-ը կինոթատրոնն ենք նայել։ Ապ շատ էի վախեցե պարամո։ Ծո հիշեք կդեմերս է բաներին նստած են երեխեքներին նստած որ թեռն էին այսպես ապա ձուղ շխանգարան կինո նայելուց ես համի Smile 2-ի համարը էշման չեմ հիշեցողի ծին երեխեք որ թեռն էին ժողովուրդ նաման չէ ես նորմալ չեմ նայել կինոն ծո երիտպես հոգեբանական դավիժներ ծո դեմերս երեխա էր նստած ծո այսպես ամեն վախենալու բանից պես թեռն էին գոտը ծո ներվերներիս ծո լավ ապ էլի հիշի ծո բայց շատ վախենալու էր դու ինչ կարծիք ես Ես իմ համար Smile 2-ը իրոք ավելի վախենալու էր որովհետև այնտեղ safe space չկար այսինքն ես այստեղ կար էր ինչ-որ մի բանից փախնել բախկավել այնտեղ չես կարող այնտեղ սա ուղեղիդ մեջ է տեր ունենում բայց էլի եմ ասում ինչի Smile 2-ը չունեցավ այս hype-ը նրա համար որովհետև Smile 2-ի բանը կոնցեպտուալ էր այսինքն կոնցեպտ էր ոչ թե առարկա Եթե այնտեղ կոնցեպտներ վախենալու, որ ասենք ինչ-որ մի տենում ես մարդիկն է սպանալում, քո ուղեղը սկսում է քո դեմը աշխատել, ինչ-որ տերորի քեզ ենթարկել 24/7-ի վրա մինչև ինքնասպանություն գործես, այստեղ ֆիզիկական օբյեկտ կա, որը ավելի շատ հեշտ է մեդիումիստիում տարածելը։ Բայց իրականում Smile 2-ն է, ասենք ինչի բաղ է խաղում այդ աղջիկը, իրոք լավ է խաղում այդ Չէ, Smile 2-ը։ Բայց Smile 2-ի այնտեղ էլի գրիմասաները շատ էին, ոնց որ ստեղ էին շատ գրիմասաները Պրոստը ըստ իս էլի չկան ֆիզիկական օբյեկտ, որով կանաս մեմեր սարքես, ինչ-որ վիդեոներ նկարես TikTok։ Դե որտե Smile 2-ով ինչ գիտի մեմ սարքես, խոսքի պեսամ վախենալու կինոեր ապ։ Ապսենք Smile 2-ը Ծո իսկ անիկ շատ այկոնիկ մասեր ունի, որ կառնան մեմ դառնար։ It's no we were nasty։ Ինչ է։ Ինտերնետ կարտագանք է։ Չգիտեմ։ Ինչ որ ցեն եկավ։ Ապ նայ Smile 2-ը story tenor-ով տարբերվի որ Smile 2-ը հենց բարից բունի մասով ուժս է ու այդ մարտիկ կան չէ որ քսես խոսքի ման կինոկա քսե ուժս է քսե չեմ նայա ուժս Ծո բայց այս կինոն հաստատ կեռնա ուժը չնայող մարդը նայե Ճիշտ քսես Դա մեջ մի երկու բեսանտ վախենալու մաս կա այդ որ սկերի մեր կերնի ու մնացածը զուտ այդ աղջիկա Խալծածն է մնացած վախենալու Ծո բայց այդ ռեժիսորն է շատ ուժեղ բաներ էր մտածել Բայց ուժս չնայող մարդը հանգիստ կեռնա էլի Սիգնայ Համաձայն եմ ես դիք լավ քուկեր իր ապ այդ միտքը Այդքան է ապես ես ուտս կսեմ ապ այդ նկարածը շատ ուժեղ էր այնտեղ այդ սա խաղը ասենք խորերը вообще էֆեկտներ չկար համարյա սա բան էր ասենք այնտեղ շատ ուժեղ ռևերս կադրներ կար որպես հետ քել է այդ աղջիկը դիել էր ուժեղ հիշեք կը Դու պեսան ուժեղ էր ապ վախենալու էր Ահա դա ինձ դի Դու պրոստը ես այդ կինոին
սկսեն 7.5 ոչ թե 8-9, ծու որը իրանք всё-таки մինչև վերջ այդ տեղում ցույց կտան որպես բան։ It's նորմալ տեղա է ճոգի, ինքը այդ աղջիկա սաղ երազներից պես վախենակ է սկոմեն կոմբես ինքը պես գաժավատ չեն։ Ծու բայց ինքը всё-таки բան կենե ապլագիշնի չէ իր երազները ճոգի։ Այսինքն այդ աղջիկը ինքը շարունակի գաբրել բան կենեսեն այդ աղջիկը նամ ասենք կադուն բաներ է սենդվիչի մեջ տվել է իրան ապինքս ենք շարունակեք այդ աղջիկը Ծու պարոստա ապտու չդեմեն չի ես հավադամ գոր այդպես բան հնարավոր է ապտու սենք ծուպես քիչ տեղը քերտ հնարավոր է այս աշխարհում ապերնի ծու ես հասյանամ գա Դե loneliness-ն է իր այդ մենակության զգացումը որ հազիվ հանդիպել է այս հազիվ այդ աղջիկը որոշել է իր հետ լինի ու արդեն պատրաստ է ամեն ինչի ինքը անդադ այդ աղջիկան ասવા տես մի արա նորմալ քեզ պայ քեզ նես ոնց որ նիկին կպայ բայց մեկը ինքը գիտի որ այդ ապարդյունա այդ աղջիկը չի պայելու իրան նորմալ բայց ինքը հույսը չի կորցնում էլի որ կարող է մի ձև իր այդ երազանքը ճիշտ դուրս գա բայց ինքը всё-таки զանգեգը այդ սպանինգ կուզեմ cancel անեմ Senchian cancel ու ինքը էլ ուրիշ բան չեն էլի կերտա շարունակի այդ աղջիկը այդ ապրել դե ապետ կինոյի ինձի համար այդ կինոյի դե cancel են էջոգի ինքը կսե cancel երեք երազանքը կսե չի անի Սերարը չի անի կսե չինի ֆիլմ կերտա շարունակի ապրել ապ բանից հետո էպոր կուկաս բանեգ են բան ապ այդիկ ինձի համար այդ կինոյի ամենատպես պիկ գաժավատը որսենք իրոք Ծո այդ կինոն սաղ ամեն ինչ ուղելի էր այդ կինոյի մեջ մինչև այն պահը երբ որ այն աղջկան կուկա սպանեգ է այդ նիկին դիգե էլի տոշկանի վազվրատան ու այդից հետո էլի այդ տեղեն որոշը վերջը թեմա առներ էսկալացիոնը տեսքսես վերջի հա էլի վերջում այդ տեղեն բայց հենց այդ է որ այդ պահակ եղնի բայց ինքը շարունա ինքը տանի դիագ է բայ ես ադե ծո խեջ աղջկա ծերնեն ինչ են ապ շիկանա թողնի ապ աղջկան մենակ So հա, բայց դիգե էլի այդ точкեն օրտորից հետո քսե լավ всё բդի բանը մենեմ։ Ապե տաղեն չոգի նիրիշիցելնի էր այնպես է, հենց դեմից է ցույց կուտան որպես քսե 7 տարի աշխատել է, սպասել է նոր քսե օր։ Բայց 7 տարի ասենք շատ երկար ժամկետ է 7 տարի մարդիկ ծանոթանում, ամուսնանում, երեխեք են ուներում, բաժանվում են։ Իսկ ինքը 7 տարում չկարծավ իր քրաշին իր զգացմունքների մասին ասի, դա աբսուրդ է։ Համաձայն եմ, դե հենց այդ է էլի որ իմաստը հենց սաղ է նորմ կանա որ յանի 7 տարի չի սետ յամե ինքը ամեն ինչում պես անինքնավստահ չի կողնորոշվի էլի օրենը 7 տարի չի սետ ճոգի հնար չկա արդեն այդ բանը կողտա ճոգի իտոկ ինքը չի էսե ապ ինքը տենց է չասած տեսեք բան է որ արդեն այդ աղջիկը քսե այդպես մոմենտ կասա հա օրս արև չի սե ապ դե իսկ են չի վերջում գորոշես են չէ այնպես չէ 7 տարի կանցնի ռիշիցելնիկ դառնաքսե 7 տարի կանցնի այդ աղջիկը քսե երկու շաբաթից էս կերտան ոչմ քաղաքից նոր կորոշես է չի սեր всё-таки չէ բայց ինեգադունին բաժը այդպես է դինք որ վերջում որոշեք չէ որ քսե դիսեմի էս որ բան դու դեսուդա իտոգ իրա դերտա պատճառը այն չէ որ 7 տարի անց է այն որ տիպը երկու շաբաթից երտա սեմ պեզնին չերտա մենակ մենան բայց всё равно չի սե ապա այդ կալվի պահը իրականում շատ մեծ գաժավատ է դիգ ինչը ճիշտ Պեսամ տահաջը ու պես կինոյի սաղ ընթացքում կհիշեցներ իր մասին էլի այդ կադվի պահը չերես այդ կադու այդ բուրգերները բանման կադ բուրգերը ապ սենդվիչ ապ պես ուրիշ թեմաներ չունի բանենեմ ամպոպեմ իմ բան Եկանք իտոգիոր շատ լավ կինո էր ժողով Զողայդով կինո էր ապ տաղավարի Եթե բանի ժանրը սիրեք եթե ուժը չեք սիրեք կերնակ էլի նայեք եթե պես ճուր թերիլերներ կսիրեք հետաքրքիր բաներով հետաքրքիր սյուժեով բանով կերնակ շատ հանգիստ նայեք զուտ քիչ ծենը իջը ծերած կնայեք որ բայդակ ապ ես այստեղ բանը ավարտելու համար հարցեր ունիմ ChatGPT-ով բացած Իշքան դուք կգնահատես կինոն 10-ից ասեցինք Դե խնդալուն են որ յանի հարցանեմ ելի ճոգի յանի Իշքան կգնահատես դու կինոն 10-ից 8 Ասում եմ վարկեմ հարցրը նայեմ Would you have made the same choices as the main character? Ահա Who was right or wrong in the main conflict? Ով էր ճիշտ ու սխալը
Ես կարել է սենց ես կինոյի մասին։ Չէ, կարել եմ abstract-երը կինոյի մասին։ Այ չէ, գիտու։ Ոչ չի բռնում։ Էլ ինչ կա։ Ասում եմ կինոյի վերով թող հարցրես, լավ բան։ Ահա, Նիկի թեպիերա։ բանեմ ապ։ Իրապ գիշտաղար։ Ապա ամենալավ տեղն իրաններ, որ եկած ցույց կենի 20 միլիարդ դոլար ունի մապ։ Ցոդի սեն շատ խանդալու։ 20 միլիարդ դոլար ունի մապ։ Ցոդի պատճառ ու Ես ջեր։ աղջկա մասին ինչ կարծիք եկեք մյուս աղջկա։ Ապա դի խայդով աղջիկ էր։ Լավ Լավ աղջիկ էր ապ։ Իրոք լավ աղջիկ։ Զգացմունքներ ուներ Չէ անուն է դա աղջիկ։ Հենց այդ բաղ ուզեմ թողեմ դուրս զգացմունք ունի։ բայց ամենա ինքը respectable-ներ ինքը տենում է որ այդտեղ այն խոսքը իրան չի հավանում այն աղջկան բայց չէր զոռում որ իրան հավանում Այսինքն այդ գեժավատ աղջկա կողմից տեսնիք է որոշակի դա կուկաչեքս է ել խոսալու բանը։ Վաղ որոշակից է։ Այդ որ որոշումը ասի որտեղ տենում է որ ոչ այդ աղջիկն է երջանիկ այդ հարաբերությունների մեջ ոչ էլ այդտեղ են երկուսով տաղապում են բայց ինքը ի սկզբանե որ իմացավ իրանք իրար հետ են չդրթեց այդ տղուն գնաց զգացմունքների մասին ասի ես քեզ սիրում եմ բան հենց հասկացա որ պրոստը չաշխատեց իրանց այդ Բայց հələ relationship իրանք որ կուկան ավտոյի մեջ գնաց դին այդ աղջիկը չի իրանք սիրել։ հա հենց այդ վաղ երբ որ տենում է որ իրանց այդ relationship-ը չի աշխատում երբ որ տենում է որ երկուսի մոտը չի աշխատում այդ երկուսն դժբախտ են Երկուսն տարօրինակ են։ Այդ վաղտա որոշում ասի, որովհետև սիրում այդ տղուն։ Համե քոլեջ պետք է գնար, չէ։ Դերտար քոլեջ։ Պոլիցիային հերանտում է։ Դու շատ, դու բայց դու ես օրը սարևապ։ Շատ դու այդ մասը ռիլերով ես տեսել է որպես բան կարող կուկան սպանեն, դու չի վաղեց է շատ։ Դες տանում եմ, որովհետև սա ավտոֆոգի պատուհաններ ունի, բան, սաղի վրա տուման է կապած, մենակ այդ պատուհանի վրա տուման չկար, սպասել էր, որ մի բան հայտնվելու է։ Ոչմ, ինչ է կինոն ուզում մեզ ասի, որ նորմալ մարդ եղեք, մի ստիպեք մարդկանց, ով որ ձեզ չեն սիրում, ձեզ սիրեն։ Որտեվ եթե կողքերդ նայեք հայտնվեն կտենակ որ մարդիկ կան որ ձեզ սիրում են ու կարող է ձեզ իրանց հետ ավելի լավ լինի խոսքի ինքը այդ աղջկան որ սպանեց Նիկին այդտեղն այդ աղջկա հետ հեսա լավ ժամանակ էր անցկացնում իրար հետ խոսում խնդում էին այդ աղջիկը իրան պատճառ միակ մարդն է որ իրան պատճառ կարեց երբ իր կատուն սատկել էր ունեցա ինքը դժբախտ չէր այդ աղջկա կողքը ինքը having fun էլի Так что կարող է երբ որ ինքը փորձեր այդ աղջկան շանս տար իրանք իրար հետ հարաբերություններ ստեղծեին ավելի երջանիկ լիներ քան թե Նիկի հետ եղավ Բայց ես իմ ինձ համար պոմիսելը քիչ տաղա չեն էլի։ Քիչ տաղա էր։ Դենքը գիժ է, դա մասը պետք է անասուն լավ է։ չկենտրոնանաս մենակ մի մարդու վրա, եթե տեմս այդ մարդը քեզ չի սիրում։ Ծունձ իմարին, այդ անասուն լագոտ էր, որտեվ տանջեց այդ աղջկան, ապա դիք շատ դիշովի էր էլի, այդ ծուծու չի դենով այդ աղջիկը կսե սպանեն զիպաման, դու դիք շատ դիշովի կպայգան, ապա դիք հենց ադիք ինձ շատ չա։ Ծո հա դիք հետո այն բանի մասոր այն աղջիկը Իրա պահվածքը սաղ տերերն է գեժավատ որտեղ դիշով կա լավ է Դու դաժե այդ բանը որ դու չեմ իշե ինչ կիամի պես այդ աղջիկը ուժեղ գեժավատ կներ որ մետնիկը լողնալու թե ինչ ցես ոչում կերտամ տեղեկով party ան ցես ու կամ ցե լավ կեր տանի հետ ջոդի ու այդ աղջիկը տեղ պեսամ այնորս պես բանը ապսկերտ բանման ու այդ գեժավատից հետո որոշեք այդ աղջիկը այդ տեղ էր դա էլի ապ դիգել է բան ոչմ սաղ ամեն ինչը տարօրինակ է ապ այդ վերածների Այնքը փորձում են ինչքան հնարավոր է յանի նենց բարի իրան ոնց որ հես ամեն ինչ կդզվի բայց ոչ մի բան չէր դզվում Դու բանի բանել է շատ ուժեր են եկարած այդ որ աղջիկը այդ խոսակը քսե ոչ մի գեժավատ բանման քսե վերջ քսե ճիշտ է ոչ մի գեժավատ ու գերին այգ որ դուրը բաներ ազավ Սկոչած է շատ ուժեր Էդել է ուժեղ մասը Դա կերպիր է ինչեղ չեր տեսե ինչևեց Շատ վատ էր սկոչած անկեսն ենք եթե կարացավ այդքան սկոչից դուրը բացեր ասենք շատ վատ է ասենք այդ սկոչի իմաստը ո՞ր է դուրը բացես գնաց ապեն է ցենչանեց ասենք սկոչել է ցենչանեց ասի բաց Սկոչը դա սկոչը Սոփտը պատեն չփածես գնաց էլ սկոչելու իմաստը ո՞րն է որ բացը էր դա Յանի առաջին ազդակներն են գիտության Ահա ճիշտ քսես դիք վիզուալ հա
բայց դի ինչ որ նույնն է, ապիշ որ դառնա, տեսնի 10 զամոկով փագած է, 10-ի վրա է, կալուշկա բացի, երթա, ապշենք էլի զամոկների իմաստը ո՞րն է։ Просто բացի, երթա, casual вообще, անի հեշտ բան չի եղել։ Շատի էլի ապ։ Ինչ որ թե մեր ժամանակը լրանագը նայենք, հա, քիշորսի լրանագա։ 55-րդ րոպեն է ապ մեր պոդքասթը։ Չենք կարողի դենք։ Բանակ որոշենք հաջորդ պոդքասթի թեմա։ Ես հաջորդ պոդքասթի թեմա ունեմ, դու գլա առաջարկես։ Թեմա ժողովուրդը կերնա կոմենտների մեջ կրի։ Հա, կերնան ճիշտ է։ Ամենաճիշտը դիգե։ Մենք կդենք ամենաշատ լայք հավաքած Hateful Eight-ի մասին պոդքասթը։ Հաջորդիվ նաև էքսկլյուզիվ կունենանք ժողովուրդ է բազդիկ բանը Mr. Freeze-ի ու բանը Ստիրվյատնիգի պատալը որն է ավելի լավ զգալի լիգարտն առանձին բանով առանձին ֆորմատով բուստի մեջ կգցենք դիգա Մյուսը կավա Ռուբեն Եսայանի 13 կիլոմետր բանից հա կերնանք պրոստը ես չեմ իշել լավ կերնանք նամ թազուս պետք է երտանք նայենք քանի ongoing է հա կերնանք էլ չի չէ ու առանձին կնստինք կլսենք օրորա Ռուբեն Եսայանի ու կանադական կուտանք թե քանիս է հետո կարանք Ռուբեն Եսայանի հոգեբանական բան Բելեզություն ենք Սա լեգենդ է Ռուբեն Եսայանը Դու կերնա մեր սաղեց մեր ժամը մտեվելի պոդքասթը կերնա այդ հենց օրի տակ է Սա ժամը օրորն է տակը Ֆոնավի տանենք ապ կարծես վայթե YouTube դիքցեր Ծո քացել է վայթե չէ ծոդիկ ուժեղ կենի շատ ապ ծոդիկ այդի վիպուսկեն ծո այդի վիպուսկենի ապ ջոգես կծույշ սուպայստիկ լեգենդար վիպուսկենի ապ իրոք ծո ժամը օրորն է ապ ծո մենք չենք է խոսա պերոստը ժամը օրորն է տագա Wow, men har været, du ikke tænkt så Charlie det gerne jeg lige Ինչի ավայրատ է Միշոն իշկավունի Ավ միշոյի իմաստեն էր որ վերջում էդ բանը տանեն ապետ երկը տանեն ու դիք ծու պայս մալադեց իրանց իրոք ուժեղ են պոդքասթի համար Abi de kinon personaj laf Bana hiç konuşuruz ki. Abi de kinon personaj Mişo Yerko, բայց Mişon չեղնից ճոգի։ Չէ, հաքսենք էս ինչ է ապսի։ Ապա ծուրեվա բիք ֆենոմենալ է։ Անդալը կլե որ Միշոնը ներ, բայց հետո հայկո երկես մեկ։ Adinka Taikon Everest'e çıkamazsak böyle bir şey. Batın hazır konular. To jest bana. İran barışılı ne? Çide misyonu Taikon. O çide mi yaptık? Երևի բարիշած կենել մեզ մարդիկ են։ Սոր կինոք նկարենք միշտ։ Հա, կինոք նկարեն, ճիշտ է։ Իրանք են վաղ պես շուտ դիսկեր են իջարփանք։ Ադիք երևի այն ժամանակ կինոն արժեն այլա որ։ Ծա ուժեղ կինո կերնի իրոք։ Մեր բանը կերնի կոլասուլից է ճոգիր, հայկական։ Այն W-ի կինոն։ Դուք իրանք է պիտի խաղանքի դեշը։ Հա, իմացա։ Ասինա։ Ինչ կինո է։ Դոկումենտալկա։ Ինչ որ դոկումենտալ կա չէ, բայց այդպես գեղարվեստական դոկումենտալ կա էլի ան։ Իսկ գեղարվեստական կինո։ Ինչ է այն W-ի կինոն է, այդպես չես տեսել։ Դες ոբշեմ։ Գեղարվեստական է, բայց իրական էլեմենտներով։ Օրինակ NW-ի մեջ հաստատ գեղարվեստական է այն բա որ շուգենք ծեծեն գբանին ապ իզին տոլի ծունով խանդալու մասկա։ Ծոսնով դոգը կելնի հասպս նայգա Շատ Քսիկտո է դեքսետը Snoop Dogg Ապս ներ կերտար շուգավ Սապ Մյուս ոբշեմ մյուսը կորոշենք ապ Ապես մյուսը Hateful Eight-ը կառաջարկեմ բայց հա բայց ու ճիշտ է Որը որոշինք որ ապ բանի օրորա հա ծո մոռացել եք աներեք ճիշտ է 13 կիլոմետրը մյուսը 13 կիլոմետր է Այդպես շատ խորքային չենի թունելը կերնա պես կես ժամ տևեք մյուս կես ժամն է բանը որսից
բանը Hateful Eight-ը։ Hateful Eight, So Hateful Eight-ը 12 ժամ պիտի տևի ապ։ մենք կառնանք ամենու նկարել։ Թազա թեորիաներով։ Okay։ Սեմ կանե։ Արեք մի ամել chat GPT-ից հարց տամ ապ վերջի հարցը, որ ավարտական ամենահարցը։ Ինչ can you describe բառը հայերեն։ Նկարագրի։ Նկարագրեք կինոն 3 բառով։ Ջիկել արեսապ։ Ապչե դիգ կադագեր կանանք չպատասխանենք էլի դուս։ Այս մտածել Դե մտածել ես սա։ մտածելը պես մտքից բան չգար։ Կարելի է գիտես ինչի ծեր ներկայացնել եմ, որ ասենք գնում ես ինչ-որ սենց նավամոդնի բլոգերներ եկան, որ սենց այս ֆիլմը կփոխի քո կյանքը, տենց ասենք չգիտեմ։ Top 10 ֆիլմեր, որոնք կփոխեն ձեր։ Հա, ասենք չգիտեմ, բան, չեմ կամ պրոստը ես դες ֆենսի բառեր ասեմ։ Սպասեմ մտածեմ ֆենսի բառեր ասեմ։ Enigmatic։ Ուրեմն ես այս ֆիլմը կբնութագրեմ այսպես։ Պատերգոբան ստերեոտիպ չկան բառը։ Ստերեոտիպներ կոտրող նոր շունչ Ու մամե խնդալու բայ արագություն։ Արագությունը բայ չէ, բայց արագություն։ Դինամիկ։ Արագանալ, բայ Արագանալ։ Երեք բառով։ Արագանալու եւ տանդականալու համաները։ Ծոք ամեն օր նկարագրենք եք, սեն ես ֆիլմ ես, ինքը շատ պուպուշ է, ինքը շատ ճոգիր են որպես Ուրեմն երեխեք էսի լիովին ուրիշ կինո է, Էսի նոր շունչ դուք սենց բան չեք տեսել, սենց բան մեկի 1946 թվի նկարանել է, ունես ինչի կողեցին հատ նենց մարդ հանուն, որ մի հատ կինո է նկարահանել, ու պարզմա տայնեն իտո հոգի բուժել լավ է։ Կամ թատրոնը, կամ գիտքը։ Ժողովուրդ անպայման մեծ էկրաններին կնայեք, չեք փոշմանի, ես ինքս մեծ էկրանն եմ նայում։ Ժողովուրդ Էկրանը բավականին մեծ է։ 10 ծույմանի էկրանին նայես եւ չեմ ճուշմանել։ Այո, 19 Պարտադիր օրիգինալը։ Հա, այդ բառը։ Ուրեմն 1942 թվի ճապոնացի օրիգինալ ազգուչքն ունենք ժողովուրդ։ Չէ, պետք է օրիգինալ սովորել է, Պետք է ուզում եք այդ կինոն հասկանաք, պետք է նայեք ճապոներեն հետ օրիգինալ։ Սուբտիտրներն է անչափ նախընտրելի է։ Մալաց։ Շատ ուժեղ են ինքերա։ Всё։ 3-2-1 հաջողություն բոլորին։ Всё, ինչ հաջորդ պատկաստին։ Սեք Ռուբեն Եսայանի օրորով է վերջում ապսես մոնտաժ կենենք Ռուբեն Եսայանի օրորը վերջում։ Չէ, երկը կգնա։ Բայց առանցան կգտնենք ճիշտ է։ Всё, ելանք։